Երբ հնչում է երաժշտությունը, սրահն անմիջապես վերածվում է պարահարթակի։ Խարբերդի մանկատանն այսպիսի տրամադրություն է ամեն ուրբաթ։ Այս ուրբաթ երեխաներին այցի են եկել Երևանի ճարտարապետական և շինարարական համալսարանի ուսանողները, բուհերի հոգևոր պատասխանատու Գեղամ Սարգսակ Ավետիսյանի գլխավորությամբ։ Հոգեպես աջակցության կարիք են զգում, սիրո, ծնողական, եղբայրական կարիք են զգում, եւ այս ամենը մենք փորձում ենք համատեղ ուժերով նվերներին զուգահեռ մեր հոգու խինդը, վերկրանքը, ջերմությունը փոխանցել, փորձելով մի փոքր իրենց առօրյային ավելի նոր ուժ հաղորդել։ Նվերներից բացի երեխաներին եւս մեկ անակնկալ էր սպասում՝ տիկնիկային ներկայացում։ Սիրելի հերոսները կարողացան նրանց խանդավառել։ Մանկատան երեխաները հաճախ են թատրոններ այցելում, ներկայացումներ դիտում, սակայն այդ հնարավորությունից ոչ բոլորն են ի վիճակի օգտվել։ Իրանց համար նաև կարևոր է, որ իրանց մոտ են գալիս, կապ չունի թատրոնը, համերգը, այսինքն այդ ուշադրությունն է իրանց համար շատ կարևոր, այդ շփումն է շատ կարևոր։ Շուտով ծաղկազարդն է, մանուկների օրհնության օրը։ Այս մեծ տոնի նթառաջ Գեղամ Սարգսակը երիտասարդների հետ որոշեց այցելել փոքրիկներին։ Երիտասարդներից քչերն են մարմնական պահք պահում, առավել կարևորում են հոգևոր պահեցողությունը, եւ այն պետք է կյանքի կոչել նման քայլերով, ասում են նրանք։ Կարծում եմ, որ իրենք մեզ կհիշեն եւ մենք էլ իրենց կհիշենք եւ նորից կայցելենք անպայման հատկապես այս մանկատունը։ Խարբերդի մասնագիտացված մանկատանն ապրում է շուրջ 200 երեխա։ 15 տարեկանում նրանց արդեն ներգրավում են մանկատան թեթև, այգու, բանջարանոցի, լվացքատան աշխատանքներում։ Արատաբաններին, հոգեբաններին, բուժքույրերին հաճախ են օգնում այն երեխաներն, ովքեր առավել ինքնուրույն են։ Պետական հոգացությունից բացի մանկատունը երբեմն նաև բարերարներից օգնություն է ստանում։ Միշտ չէ, որ բարերարները մեծահարուստներ են։ Վերջերս օրինակ ծերանոցում բնակվող տատիկները բրդյա գուլպաներ էին գործել եւ նվիրել երեխաներին։